Ինչքան փող կորցրեցին մարդիկ, $20 միլիարդ լիկվիդացիա է եղել։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ այն թրեյդերները, ովքեր որ գործարք ունեն բացած ֆյուչերսում մարժայով, այսինքն իրանք եղած իրանք փողով չէին թրեյդ անում, այլ իրանք պարտքով էին վերցրել ու այդ պարտքով վերցրած փողն էին թրեյդ անում։ Դու կարող ես 10 անգամ քո կապիտալից մեծ փողով գործարքներ անել, 10 անգամ ավելի շատ դրա արդյունքում կարաս շահույթ ունենաս, բայց համել 10 անգամ ավելի շատ ռիսկն է։ Ու եթե դու $1000 լոնգ էիր դրել, ստավկա էիր դրել, որ պետքա կուրսը բարձրանա, ու կուրսը հանկարծ այդ ժամանակ 10%-ով ընկավ, դու քո ամբողջ $1000 կորցնում ես։ Ու այդ լիկվիդացիաների տեսքով արտացոլվում է 10 անգամ ավելի մեծ թվով, այսինքն քո $1000 կորցրածը ինքը իրականում $10,000 լիկվիդացիա է բերել, որովհետև դու 10 անգամ մարժայով էիր գործարքներ անում։ Իսկ մենք գիտենք, որ կրիպտոյում շատ թրեյդերներ ոչ միայն 10x, 20x, 50x, 100x, 500x այնքան մարժաներով են թրեյդ անում, որ այս ընթացքում այդ բոլորը իհարկե լիկվիդացիայի ենթարկվեցին ու դրա արդյունքում երևի թե այս փողից մի 15, 20, 30, 50 անգամ ավելի քիչ փող են մարդիկ կորցրել։